Սարո, շնորհակալ եմ այս հնարավորությունը ինձ մեր հեռուստադիտողներին ընձեռելու համար։ Ես չարաշահում եմ արդեն ձեր կենտրոնի փորձագետների համբերությունը, իսկապես շնորհակալ եմ, դուք եք մասնագետը։ Խնդրում եմ, կարող եք մեզ բարձրաբանել ձեր պատկերացմամբ ինչ է կատարվում մեր տարածաշրջանում եւ եթե դժվար չի եկեք երկիր առ երկիր։ Սկսենք Սիրիայից, որտեղ ամենասուր իրավիճակն է այսօր։ Նախ ես նույնպես շնորհակալ եմ, շնորհակալություն, չեք չարաշահում, երևի անցնենք գործի։ Ուրեմն Սիրիայի հետ կապված, Սիրիայի ներքաղաքական լարվածությունը վերջի շրջանի ինքը արաբական գարնան հետևանք է։ Խնդիրը միայն նրանում է, որ Սիրիան ինքը արաբական մյուս պետություններից բավականին, այդպես ասած, տարբերվող քաղաքական համակարգի մաս է կազմում։ Իհարկե Լիբանանը եւ այլն նույնպես այդ շղթայի մի օղակն են կազմում, բայց Սիրիան ինքը յուրահատուկ թե աշխարհաքաղաքական առումով իր դերակատարությամբ, թե վարչախմբի հենման կետերը, այն հենման կետերը, որ ունի վարչախումբը, դա տարբերվում է մնացած արաբական երկրներից։ Այդ առումով Սիրիայում հիմա կանխատեսել զարգացումների մի շղթա շատ բարդ է, որովհետև վարչախումբը հենվում է իսկապես այնպիսի քաղաքական ուժերի վրա, որոնք նրան հնարավորություն են տալիս երկար պահել իշխանությունը։ Ի տարբերություն, ասենք, արաբական այլ երկրների, որտեղ արևմուտքի հետ համագործակցությունը կամ արևմուտքի հետ ունեցած կապերը թույլ տվեցին, որ այնտեղ փոփոխություններ տեղի ունենան, որովհետև այստեղ ըստ էության գաղափարական որոշակի սկզբունքներ են գործում, երբ որ ժողովրդավարության, մարդու իրավունքների խնդիրներ են առաջ քաշում, իսկ դրանք եվրոպական չափանիշներ են, արևմտյան չափանիշներ են, եւ ըստ էության այն, որ Եգիպտոսը, Թունիսը կապված են եղել արևմուտքի հետ իրենց քաղաքական հարաբերություններում, դրա համար այդ երկրներում ստացվեց այն, ինչ որ տեսնում ենք, եւ շատ ավելի չակերտավոր հեշտ ստացվեց, իհարկե հեշտ չէր, բայց ստացվեց։ Դա շատ ավելի դժվար է, երբ որ շահեր են բախվում, տեղի ունենան, ասենք, Սիրիայի նման երկրում, որտեղ վարչախումբը ըստ էության արդեն բավական երկար տարիներ իր քաղաքական հենարանը Մերձավոր Արևելքում տեսնում է այնպիսի դաշնակիցների միջև, ինչպիսին Իրանն է, ինչպիսին Հեզբոլլահն է, Համասն է եւ շիա մահմեդական, ասենք, համայնքներն են Մերձավոր Արևելքում։ Այդ տեսանկյունից Սիրիան տարբերվում է։ Անկեղծ ասեմ, ինձ ավելի շատ հետաքրքրում է մեկ այլ բան։ Երբ ես հարցնում եմ ինչ է կատարվում Սիրիայում, ես նկատի ունեմ արդյոք այսօր արաբական լիգայի պետությունները ըստ էության ոչ միայն բոյկոտեցին Սիրիան, այսօր ասելով ես նկատի ունեմ վերջին 2-3 օրերը, այլև արդեն ուղղակի կոչ են անում Ասադին հրաժարական տալ։ Սիրիայի ընդդիմությունը Մոսկվայում հայտարարում է, որ չի բանակցելու գործող վարչակազմի հետ, Ասադի վարչակազմի հետ։ Միևնույն ժամանակ, ինչպես դուք եք նշում, նախագահ Ասադը այնուամենայնիվ ունի բավական մեծ հենարան ժողովրդի շրջանում, այսինքն տարբերություն կա այնուամենայնիվ արաբական մյուս երկրներից եւ միևնույն ժամանակ կա կարծիք, որ Սիրիայում այս բոլոր զարգացումները ոչ այնքան ժողովրդից եկող են, սա հասարակական շարժում է, որքան դրսից ուղղորդվող։ Արդյոք կիսում եք այդ տեսակետը եւ եթե այո, ինչ զարգացումներ եք ակնկալում։ Ես գտնում եմ, որ թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներ գոյություն ունեն եւ պետք չի ոչ գերագնահատել, ոչ թերագնահատել թե արևմուտքի, թե արտաքին այլ երկրների ներդրումը Սիրիայում տեղի ունեցող գործողությունների, թե ներքին քաղաքացիական հասարակության բջիջների կամ քաղաքացիական հասարակության տարերի հասարակության ընդհանրապես վերաբերմունքը Սիրիայի վարչախմբի հետ կապված։ Այսինքն ըստ էության բոլորը իրար հետ փոխկապակցված են, այս բոլոր հանգամանքները իրար հետ փոխկապակցված են։ Եթե ներքինը շատ մեծ է լինում, ըստ էության արտաքինի դերակատարությունը փոքրանում է։ Ի տարբերություն արաբական այլ երկրների, այստեղ ըստ էության սպասողական վիճակ կար
արտաքին այդ շահագրգիռ ուժերի կողմից, որոնք մտածում էին, որ ներքին հասարակական ու ընդդեմ Ասադի ուժերը կարող են համախմբվել եւ դրա այդ ուժը այնքան մեծ կլինի, որ փոքր, ասենք, աջակցությամբ կամ մի քիչ ավելի մեծ աջակցությամբ հնարավոր կլինի Վարշավում փոխել, բայց ամիսների այս ընդհանուր գործընթացը ցույց տվեց, որ դա այդպես չի, որ Սիրիայում Վարշավում իսկապես կարողանում է գտնել սոցիալական այնպիսի հենման կետեր խմբերի միջև, որ կարողանում է Վարշավի իշխանությունը երկարացնել եւ պահել։ Մենք հասկանում ենք, որ Թուրքիան կարող է կտրուկ ավելացնել իր ազդեցությունը ամբողջ տարածաշրջանում եւ փորձել ել ավելի տարածել։ Ինչ հետաքրքիր է այս պարագայում Հայաստանի վրա ինչպես դա կարող է ազդել, թե որևէ բան չի փոխվելու Հայաստանի համար։ Ուրեմն ես նման դեպքերում փորձում եմ միշտ տարբերակում դնել Հայաստան ասածը թե որն է։ Այստեղ գոյություն ունի ազգային շահի եւ պետական շահի տարբերություն, որը ես միշտ փորձում եմ տարբերակել։ Այս տեսանկյունից, եթե հայ ժողովրդին ազգային շահի տեսանկյունից վերցնենք, իհարկե Սիրիայի հայ համայնքի հետ կապված որոշակի բացասական հետևանքներ, շատ մեծ հետևանքներ տեղի են ունենալու, այն որ Սիրիայի հայ համայնքը մշտապես աջակցել է Ասադի իշխանությանը, դա Ասադի իշխանության փոփոխությունից հետո միանգամից ազդելու է Սիրիայի հայ համայնքի վրա եւ փոխանցվելու է նաեւ Լիբանանի հայ համայնքի վրա, որովհետեւ մենք գիտենք նաեւ, որ այդ երկրները ինչպիսի կապվածություն ունեն քաղաքական առումով միմյանց հետ, այնպես էլ հայ համայնքները նաև ավանդական մեր կուսակցություններն ու կուսակցական կապերը իրենց դերը կատարում են ու այս տեսանկյունից իհարկե բացասական հետևանքներ առկա են լինելու։ Պետական տեսանկյունից, պետական շահի տարածաշրջանում Թուրքիայի ցանկացած դերի ավելացում ու նաև ներքին ուժի ավելացում միանգամից հարվածում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործի վրա եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա բոլորը փոխկապակցված են։ Այդ տեսանկյունից իհարկե Հայաստան պետության շահերից դեմ է, եթե Թուրքիան կարողանա Սիրիայում որոշակի խնդիրներ լուծել, հասնել։ Բայց ես այդ տեսանկյունից չէի ցանկանա ասել, որովհետև Թուրքիան որքան էլ իր ներուժը հիմա թե տնտեսական, թե քաղաքական ներուժը բավականացնում է միջամտելու Սիրիայի ներքին խնդիրներին, բայց այդ ներուժը չի բավականացնելու, որպեսզի դուրս գա այդ խնդրից, որովհետև Սիրիայում ըստ էության իրավիճակի անկայունացումը հղի է ամբողջ Թուրքիային վերջնականապես մի այնպիսի ճահճի մեջ ներքաշելու, որտեղ երևի թե տարիներ շարունակ նա չկարողանա դուրս գալ։ Դա բոլորը զգուշացնում են, թե Թուրքիան էլ ինքը շատ լավ գիտի, նա փորձում է այդպես ասած դիստանցիոն դիրքով ինչ-որ հանդես գալ, փորձում է անցումային խորհրդին, եթե աջակցում է խոսքը Սիրիայի անդիմադիր անցումային խորհուրդը, որը ըստ էության իր բազավորման այդ դաշտը վերցրել է Թուրքիան, ըստ էության մենք գիտենք խորհրդաժողովներ տեղի ունեցան Անտալիայում, Ստամբուլում եւ այլն, եւ փորձում է Թուրքիայի միջոցով գալ իշխանության, բայց Թուրքիան էլ ինքը փորձում է հասկացնել տալ, որ ըստ էության Սիրիայի ժողովուրդը ինքը տեղում պետք է որոշի եւ արտաքին միջամտությունը շատ վտանգավոր է հենց իր Թուրքիայի համար, նա այդ խնդիրները ուզում է արաբների ձեռքով, այսինքն արաբների չէ, Սիրիայի հասարակության ձեռքով այդ խնդիրները լուծի, որ չմտնի, չընկնի այդ կրակի մեջ, այդպես ասած, ճակատի մեջ, կրակի մեջ, որ կարող է։ Բայց ուրեմն Թուրքիան այնուամենայնիվ իր համար խնդիր տեսնում է Սիրիայում իշխանափոխության։ Այստեղ ժողովրդավարության միայն չափանիշները չեն եւ Թուրքիան Սիրիայի ժողովրդավարացման համար չէ, որ պայքարում է կամ մտել է այս խաղի մեջ։ Ուրեմն Թուրքիան ունի իր շահը։ Ես մի քիչ ավելի լայն տեսանկյունից կփորձեի դա դիտարկել, ըստ էության Թուրքիան հիմա արաբական գարնան արդյունքում արաբական երկրներում տեղի ունեցող երկրների համար դառը ինքը այդպես ասած գաղափարախոսություն է վերցրել այն, որ տեսեք, որ Թուրքիայում
իսլամական չափավոր իսլամական այնպիսի պետական կառավարման ձևը, որ կա Թուրքիայում, դա հենց իդեալական կամ կատարյալ այն տեսակն է, որը կարող է տարածվել Եգիպտոսում եւ այլ մնացած երկրներում եւ դառնալ որպես փարոս, որին պետք է հետևի արաբական աշխարհը։ Այդ տեսանկյունից նա փորձում է զուգորդել երկու տարբեր, այսինքն ժողովրդավարացման գործընթացները մերձավորքում տեղի ունեցող վերջին ժամանակներին, նա փորձում է զուգորդել իր պետական շահի հետ եւ իր, այդպես ասած, գաղափարական, նաեւ կառուցվածքային մոդելով միանա արաբական երկրներին եւ իր պետական շահը առաջ տանի։ Պարզ է, շատ լավ։ Իրանում ինչ զարգացումներ եք ակնկալում եւ կրկին իսկ ինչպես այդ զարգացումները կարող են, եթե ինչ-որ բան փոխվի, ազդել Հայաստանի վրա, որովհետեւ գոնե ես հասկանում եմ այսպես, որ ցանկացած փոփոխություն տարածաշրջանում, ցանկացած բալանսի փոփոխություն ուժերի հավասարակշռության կամ եղած ուժերի վերադասավորման փոփոխություն ազդելու է Հայաստանի վրա։ Ի տարբերություն արաբական մյուս պետությունների, որտեղ տեղի ունեցավ այդ արաբական գարունը, որտեղ եկավ եւ տեղի ունեցան հեղափոխություններ, իշխանապողություն, Սիրիան եւ Իրանը ունեն մեկ ընդհանուր բան։ Սիրիան եւ Իրանը Ռուսաստանի դաշնակից են համարվում այդ տարածաշրջանում։ Եգիպտոսը, Թունիսը, այնուամենայնիվ մինչ այդ եղել էին Միացյալ Նահանգների կամ Արևմուտքի բարեկամ պետություններ։ Ես ճիշտ ասած չեմ գտնում, որ Ռուսաստանը այսօր ի վիճակի է այնպիսի ներդրում ունենալ եւ որ կարողանա բալանսը պահել եւ այլն։ Միակ ըստ էության ուժը անվտանգության խորհրդում նրա ձայնի իրավունքն է եւ առանձին ռազմական կապերը, առևտրային ռազմական կապերը, որ ասենք թե ցուցաբերում է Սիրիայի եւ Իրանի հանդեպ, թե չէ այ խորհրդային շրջանի Սիրիան, որ դաշնակից էր խորհրդային միությանը եւ այն ռազմաբազան, որ ուներ Սիրիան եւ այդ դաշտը, որ օգտագործում էր խորհրդային միությունը, դրանք վաղուց արդեն պատմություն են եւ ըստ էության Ռուսաստան երբեք էլ այդ հնարավորությունները չի ունենա, որ վերականգնելու այդ կապերը։ Այդ տեսանկյունից ես չեմ կարծում, որ Ռուսաստանի դերակատարությունը շատ մեծ է եւ նա այնպեսի դաշնակից է, որ կարող է ազդել։ Միայն այ ՄԱԿ-ի շրջանակներում, անվտանգության խորհրդի շրջանակներում կարողանում է հակազդել։ Այս տեսանկյունից նույնքան հակազդում է այդ ամերիկյան արևմտյան քաղաքականությանը, ինչպես եւ Չինաստանը։ Բայց շատ ավելի մեծ խնդիր է Իրանի պարագան, որը ինքնաբավ երկիր է։ Ի տարբերություն արաբական երկրների, ի տարբերություն Թուրքիայի, Իրանը վերջի տասնամյակներում հեղափոխությունից հետո կարողացել է ինքնաբավ տնտեսություն, ինքնաբավ քաղաքական համակարգ, ռազմական համակարգ եւ այլն դրանք հասնել այդ պոտենցիալին։ Հիմա արդեն միջուկային տերություն դառնալու խնդիր կա, որքան էլ իրենք հայտարարում են, որ դա այդ խնդիրը դրված չի իրանական քաղաքականության հիմքում, բայց բոլորն էլ հասկանում են, որ Բուշերի ատոմակայան, ատոմային միջուկային էներգիայի զարգացում եւ այլն, բոլորը ի վերջո բերելու են նրան, որ հատկապես եթե տարածաշրջանում կա Իսրայել միջուկային տերություն որպես համենայն դեպս այդպես հայտարարվում է, կա Պակիստան եւ այլն, եւ Իրանը ըստ էության իր թե պատմական այդպես ասած փորձառությամբ, թե ավանդական իր քաղաքական ավանդական փորձառությամբ, ներկա ինքնաբավությամբ դրան կարող է հասնել եւ այս տեսանկյունից Ռուսաստանի դերը ես չէի ցանկանա այդքան շատ գնահատել, որքան որ հենց ինքը Իրանը ունի ներքին այդ պոտենցիալը տարածաշրջանում հզոր երկիր դառնալու ու ըստ էության այսօր ինքը կարողանում է արտահանել իր պոտենցիալը, մենք դա տեսնում ենք Իրաքում ինչպիսի մեծ ազդեցություն ունի շիա մահմեդականության եւ քաղաքական ուժերի հարաբերակցությունը որոշելիս, ինչպիսի ազդեցություն ունի Սիրիայում, մենք նաեւ փոքր արաբական երկրների հետ կապված Պասիծոսի շիա, ասենք, բնակչության ազդեցությունը, որ նա տարածում է Համասի, Հեզբոլահի եւ այլնի հետ կապված։ Ուզում եմ ասեմ, այս ներուժը, որ նա ունի, դա բավական է, որ նա արդեն չնայի Ռուսաստանին։ Միայն քաղաքական աջակցությունն է, որ Ռուսաստանը կամ Չինաստանը փորձում են աջակցել, դա արդեն ամեն մեկը իր երկրի տվյալ տերության շահերն են պահանջում։ Սա ոչ այնքան քաղաքական աջակցություն է, որքան հակազդեցություն արևմուտքի էքսպանսիայի, եթե ես ճիշտ եմ հասկանում։
Չէ, ես այդպես չէի դիտարկի, դա ավելի շատ ցանկացած երկիր իր պետական շահերը պահանջում են, որպեսզի իր տարածման կամ իր ծավալման դաշտը կարողանա մշտապես պահել, ըստ էության Ռուսաստանը դա տեսնում է, որ եթե կարողացավ այս արաբական գաղութը հասնել Սիրիա, վաղը որ դա կարող է այլ ֆորմատով տարածվել Իրանի նկատմամբ եւ արդեն ԱՊՀ տարածքի շրջանակներում, որը ըստ էության Ռուսաստանը հայտարարել է որպես իր շահերի գոտի, դա միանգամից բախվելու է արդեն արևմտյան շահի հետ, որտեղ պահանջ է դրվելու հարավային Կովկասի հետ կապված, կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հետ կապված պահանջ է դրվելու, ըստ էության այս շահերն են, որ այն ինչ որ խնդիր է դառնալու, փորձում են Իրանի միջոցով, Սիրիայի միջոցով այդ խնդիրների դեմ են Սահմանը հեռու է, փորձում է սահմանը հեռու պահել։ Ինչքան հեռու պահել, այնքան լավ։ Սա է խնդիրը։ Հարցս ընդամենը ամփոփեմ։ Դա է ձեզ այն, ինչ կարող է ազդել Հայաստանի վրա, այդ փոփոխությունները, քաղաքական փոփոխությունները։ Չէ, ես այս տեսանկյունից իհարկե ռուսական պետական շահը Հայաստանում շատ մեծ դերակատարություն ունի եւ դրա նաեւ այն պայմանագրային դաշտը, որ Հայաստանն է Ռուսաստանի հետ գտնվում է նույն դաշտում, դա իհարկե ազդում է հարաբերությունների որոշման վրա, բայց այստեղ հենց այս խնդիրը այնպիսի մեծություն ունի, որ դա հաստատ Հայաստանի պետական շահի տեսանկյունից էլ որոշակի խնդիրներ կան, որ Հայաստանին թույլ են տալիս չնայել այլ այդպես ասած գեոպոլիտիկ շահերին եւ իր պետական շահը առաջ տանել, նաեւ ասեցինք, որ ազգային շահը գոյություն ունի, համայնքների հետ կապված խնդիրներ էլ գոյություն ունեն եւ այդ տեսանկյունից Թուրքիայի ցանկացած հզորացում, իսկ Սիրիայում ինչ որ կատարվեց ի նպաստ է լինելու Թուրքիային, դա միանշանակ է, որովհետեւ տարածաշրջանում ըստ էության արևմուտքը եթե ներդրում է ունենում քաղաքական ռազմաքաղաքական փոփոխությունների, ապա Թուրքիայի միջոցով է դա տեղի ունենալու, ռազմաբազան գոյություն ունի Թուրքիայում, ՆԱՏՕ-ի վայրն եւ հիմա այդ Թուրքիայի նոր դերակատարությունը արդեն որպես ըստ էության դա համահունչ է նրանց նոր օսմանյան քաղաքականության հետ, այսինքն ըստ էության տերմինն արդեն իսկ ցույց է տալիս, որ նախկին օսմանյան կայսրության տարածքում է փորձում այս Թուրքիան իր դերակատարությունը տեսնել, իսկ դա նշանակում է, որ տարածաշրջանում Թուրքիան իրեն տեսնում է որպես մի այնպիսի գերհզոր ուժ, որը պետք է ղեկավարի այլ երկրները, որքան նրանք ասենք պոտենցիալ ունենան կամ բան, եւ այդ տեսանկյունից Հայաստանի շահերը անկախ նրանից Ռուսաստանը դա նայում է, ինչպես է նայում, թե ինչպես չի նայում, Հայաստանի պետական շահը արդեն իսկ խոսում է, որ հանդիմանալու է այս իրավիճակին։ Հիմա էլ կա այն, որ Հայաստանը ըստ էության ոչ մի արձագանք չի ցուցաբերում նրան ինչ որ կատարվում է Սիրիայում, ըստ էության միջազգային ակցիաներում, դա արդեն իսկ այդ լուր համաձայնությունը արդեն որոշակի քաղաքականություն է նշանակում։